քեզ սիրելիներս, ուրեմն ինչպես նշեցի, մեզ պետքա սիսեռի ալյուր, 1 ճաշի գթալ սիսեռի ալյուրը հարկավոր։ Մեզ հարկավոր է քրքում կես թեյի գթալ։ Ես մեզ պետքա կես լիմոն։ Հյութ է լիմոնի բնականաբար։ Եվ հարկավոր է մեզի 2 ճաշի գթալ կաթ։ Այնուհետև հիմա պետք է մեզ խառնենք, մի լավ խառնենք։ Խնդրում եմ դիմակը անպայման կօգտագործեք երեկոյան, առավոտյան չօգտագործեք, քանի որ մեջը քրքում կա, քրքումը դեղնացնում է։ Ինչպես միշտ ես ամեն վիդեոներում նշում եմ, սա կարևոր է իմանալու համար, որտեղ հաջորդ օրը լվացվելուց հետո նոր կանցնի, իսկ այդ գիշերը 20 րոպե պետք է պահենք դեմքի վրա, 20 րոպեից հետո լվացվենք։ Այն կարող են կրկնել 7 օր, օրը մեկ անգամ և ընդմիջում տանք։ Ինքը բավական հաջողված դեմքի քսուկ է, որ վստահ եմ օգտագործելուց հետո կուզենաք անընդհատ օգտագործեք, բայց ընդմիջում կտաք մեկ շաբաթ հետո նորից մեկ շաբաթ ընդմիջում նորից կարող եք կրկնել ցանկության դեպքում։ Օգտագործելու ենք մաքուր մաշկի վրա լվացված, կարող ենք օգտագործել դեմքի հատվածը, վզի հատվածները։ Մինչև օգտագործելը խորհուրդս այն է, որ դոկտորի հետ ձեր խորհրդակցեք, եթե օքեյ է ձեր մաշկի համար, դուք խնդիրներ չունեք, նոր օգտագործեք, որպեսզի խուսափենք ապագա պրոբլեմներից։ Ինքը բավական փափուկ և նուրբ քսուկ է։ Քսում ենք մաշկի վրա, թողնում ենք 20 րոպե, վզի հատվածը, դեմքի հատվածը, այնուհետև լվացվում ենք գոլ ջրով։